հայրություն։ Ասում են աշխարհի ամենամեծագույն ճգնաժամը որն է, ուսումնասիրությունները անանում, որն է աշխարհին ամենամեծ արհավիրքը, ամենամեծ խնդիրը, խնդիրը, պատերազմը, չգիտեմ ինչ որ բաները, թմրանյութը որն է, ամենամեծ խնդիրը հայրերի խնդիրն է։ Հոր կրիզիսը, ճգնաժամը ամենամեծն է։ Հին ուխտը այսպես է ավարտում, հին ուխտը Աստվածաշունչը այսպես է ավարտվում, որ Աստված հայրերի սրտերը պիտի դարձնի որդիներին եւ որդիների սրտերը պետք է դարձնի դեպի հայրերին։ Աստված կարծես հին ուխտը ավարտում այսպես, որ Աստված մի հարց է լուծելու, նա լուծելու է հայրերի եւ որդիների հարցը։ Սիրելիներ, հոր դերը ընտանիքի մեջ շատ կարևոր է։ Աստվածաշունչը մենք տեսնում ենք Աստված ինքը իրեն հայտնում է մեզ որպես հայր։ Եվ այս բարձրագույն կոչումը հայր լինելու Աստված նաև տալիս է տղամարդուն։ Ոչ մի կնոջ չի ասում հայր, հա, տղամարդուն ասում է դու հայր ես։ Այսինքն ինչ է նշանակում հայր, ինչ է նշանակում աբա, իրանից է դուրս գալիս։ Գիտեք, ընտանիքի մեջ սեր փոխանցողը հայրն է։ Հիսուս ասեց, ինչպես հայրը ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի։ Գիտեք, ամեն մարդ ինչպիսի սեր ստանում է, այդպիսի սեր էլ փոխանցում է։ Ասում են կյանքում այն աղջիկները, ովքեր սեր են փնտրում կիսամերկ բոլորից, նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց հայրերից սեր չեն ստացել։ Ուսումնասիրում են աղքատության շրջանակում, հարցում են անում աղքատ մարդկանց շրջանակում եւ տեսնում են խնդիրը մեծամասնության ոչ ճիշտ հոր օրինակի բացակայությունն է։ Այսինքն այսրանք մարդիկ են, ովքեր ճիշտ հայրեր չեն ունեցել։ Այսինքն խնդիրը աղքատությունը չի, այլ խնդիրը ճիշտ հոր օրինակի բացակայությունն է։ Ուսումնասիրում են բանտերում, գաղութներում, ծայրահեղ իրավիճակի մեջ հայտնված մարդկանցից հարցում են անում եւ տեսնում են, որ այս մարդկանցից մեծամասնությունը ճիշտ հոր օրինակ չի ունեցել եւ հասկանում են, որ խնդիրը հանցագործությունը չի, այլ խնդիրը ճիշտ հոր օրինակի բացակայությունն է։ Ուսումնասիրում են կախյալների մեջ, ովքեր թմրանյութի կախվածություն են, ովքեր տարբեր մեղքերի լուրջ կախվածություն են, հարցնում են, այսպես ասած սոց հարցում են անում, ուսումնասիրում են, տեսնում են, որ այս մարդկանց խնդիրը մեծամասնության սա է, ճիշտ հոր օրինակի բացակայությունը։ Որն է սա։ Հայրը ոչ թե գոյություն չունի, այլ հայրը կա, բայց իր տեղում չի։ Գիտեք, այն ընտանիքներում, որտեղ հայրը չկա, մայրը մի այսպիսի հզոր մեկն է մայրը։ Նա վերցնում է այդ պատասխանատվությունը եւ այդ տնից ընտիր տուն է դուրս գալի, Աստվածաշունչը ասում է իմաստուն կինը տունը կշինե, կնոջն էլ է տալիս այս պատասխանատվությունը, կինը կարողանում է տուն շինես ելներ, դա չի հարցը, բայց խնդիրը սա է, որ հայրը կա, բայց սխալ օրինակ է, ոչ ճիշտ օրինակ է եւ սա փորձություն է սերունդի եւ սերունդների համար։ Հանցագործության մեջ ասեցի, եւ ինչ են հասկանում, որ ավելի մեծ աղետ է, ոչ թե կախյալությունը, խմիչքը, հանցագործությունը, ավելի մեծ խնդիր է ճիշտ հոր օրինակի բացակայությունը, սիրելիներ։ Հոր դերը, սիրելի հայրերը ասում են, հայրերը իրենք փոխանցում են սերունդների մեջ։ Ես մի անգամ կարդացի, այս խոսքը ասում է, կմերժեմ քեզ եւ քո որդկանցը, չի հասկանում, ասում եմ որդկանցը մերժում ես, լավ ես անում, հայրերին մերժում ես, հասկանում եմ, որդկանցը ինչ ես մերժում, Տեր, որովհետեւ ինչպիսին որ մարդու հայրն է, նույնն է ինքը սարքում է իր որդուն, ինչ գիտի ինքը նույնը փոխանցում է իր որդուն, ինչ պատկերացնում է, հայրերը ստեղծում են իրենց տեսակին, սիրներ։ Գիտեք ինչքան մարդիկ երբեք չէին ուզենա լինեն իրանց հորպես, բայց դառնում են հորից բեթար։ Ասում են դժբախտ են այն կանայք, որքեր ունեցել են վատ հայրեր եւ ամուսնանում են նրանց հետ, ովքեր ունեցել են վատ հայրեր։ Կրկնակի ասում եմ դժբախտության են ենթարկում այս տիպի կանայք, կրկնում եմ, ովքեր ունեցել են վատ հայր եւ ամուսնանում են մեկի հետ, ով ինքն էլ է վատ հայր ունեցել եւ ավելի դժվար կացության մեջ են հայտնվում։
Հոր դերը նուրբ կարևոր դեր է ընտանիքում սիրներ։ Գիտեք, հայրեր կան, որ այսպես են մտածում, իրանց գործը աշխատելն է։ Սա սխալ հավատքի, աստվածաշնչյան անտեղյակության հետևանք է։ Ինչ եմ ասում աստվածաշնչյան, որովհետև չկա կրթօջախ, որտեղ գնաս ընտանիքի մասին խոսես, չկա ինստիտուտ, որտեղ գնաս խոսես ընտանիքի մասին։ Ինչի ընտանիքի, որտեղ ընտանիքը պետության հիմքն է, պետության համար կարևոր բան է ընտանիքը, որովհետև ընտանիքից է ձևավորվում կաշառակերությունը, ընտանիքներում է ձևավորվում խաբեությունները, ընտանիքում են ձևավորվում արդար մարդիկ, ընտանիքում են ձևավորվում եւ ընտանիքից են դուրս գալիս օրինաչափ մարդիկ, խելացի մարդիկ, ազգանվեր մարդիկ ընտանիքից են դուրս գալի եւ կործանարար մարդիկ էլի դուրս են գալիս ընտանիքից երեր։ Ընտանիքը մի արտադրամաս է, որ չգիտես ով ինչ տեղից ինչ մեկին դուրս կբերիս երեր։ Մարդիկ կան ռակետներ են բաց թողում ընտանիքից։ Մարդիկ կան օրտնյալ մարդիկ են իրենց ընտանիքում աշխատում, գործում եւ այդ ընտանիքից հրաշք մարդիկ են դուրս գալի։ Ձախողված մարդիկ դուրս են գալիս, հաջողված մարդիկ դուրս են գալիս ընտանիքից ելեր։ Ազգի նվիրյալներ դուրս են գալիս։ Դրա համար ինչ արեց Հիսուսը։ Հիսուսն ասեց. ես գնում եմ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ։ Ես գնում եմ իմ Աստծո մոտ եւ ես գնում եմ ձեր Աստծո մոտ։ Ինչն է սրա իմաստը։ Հիսուսը սրանով ուզում էր ասել, կապ չունի դու ինչ հայր ես ունեցել եւ նա ինչպիսի ազդեցություն է թողել քեզ վրա։ Ես մի լավ առաջարկ ունեմ։ Ես գնում եմ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ։ Իմ Աստծո եւ ձեր Աստծո մոտ սրանով Հիսուսը դարձրեց որդիների սրտերը դեպի ճիշտ Աստծո օրինակին։ Երբ որ մարդը դառնում է ճիշտ օրինակ, կարողանում է ճիշտ օրինակ լինել արդեն սերունդի համար։ Երբ որ մարդը դառնում է ճիշտ հայր, կարողանում է ճիշտ զավակներ դաստիարակել սերներ մենակ ինչ որ մարդը վրեկները խոսա։ Գիտեք ինչքան խիստ ընտանիքներից մարդիկ են դուրս եկել եւ մարդիկ ասում են, լսի, այդ նրանց ընտանիքը անենց խիստ էր։ Այդ խիստ ընտանիքի երեխեքը մեծանում են, դառնում են աշխարհի վրեժառուները։ Սաղին ուզում են ճնշեն, ինչի համար, որտեվ իրանց այնքան ճնշած են պահել։ Խոսքս դրա մասին չի։ Իմիջիայլոց վրեժառուներն են դուրս գալի ընտանիքներից։ Հումորով էի ասում, լուրջ լսում։ Սիրելիներ, Հիսուսը եկավ, որ մեզ կցի ճիշտ Աստծո եւ հոր օրինակին։ Հիսուսն ասեց. ես հոր մեջ եմ եւ հայրի մեջ։ Սիրելի նստածներ եւ հետևողներ, մեր բոլորի մեջ ապրում է մեր հայրը։ Երկնային չէ։ Մեր բոլորիս լույս աշխարհ բերած հայրը մարդու մեջ է։ Հիսուսն ասում է, ես իմ հոր մեջ եմ եւ հայրի մեջ։ Ամեն մեկը կրում է իր հոր տեսակը իր մեջ ցեներ։ Գիտեք ինչքան մարդիկ մեծացել են, փնովել են իրանց ծնողներին, հետո դարձել են բեթար։ Դրա համար Աստվածաշունչը ինչի ասում՝ մի դատի, որպեսզի չվերարտադրվես։ Ամեն անգամ, երբ որ մարդը դատում է իր ծնողներին, նա կամուրջ է սարքում։ Եվ այդ կամուրջը գիտեք ինչ է անում, սա հոգևոր խորհուրդ է։ Աստված չի փրկում քո ծնողին։ Աստված ասում է՝ մի դատիր, ինչի համար, որ ինչ որ ինք արել է, դրանք չգա քո կյանքի մեջ, որտեվ դատելը կամուրջ է հանդիսանում, որ նույն բաները գան քո կյանքի մեջ։ Մարդը դատում է այն հույսով, որ դա իր կյանք չի գա, ավելի շատ է լինում։ Սաղ կյանքը խմեց, ինքը դառնում է հարբեցող։ Սաղ կյանքը սենց արեց, ինքը դառնում է։ Ովքեր ուզում են չդառնան, առաջին նախապայմանը մի դատի։ Ուղղակի մի դատի։ Ասա շնորհակալ եմ, որ ինձ լույս աշխարհ եք բերել։ Այո, կան մարդիկ, որ շատ լավ ծնողներ են ունեցել, ինչի, որովհետև նրանք էլ են շատ լավ ծնողներ ունեցել։ Բայց նրանք, ովքեր ունեցել են վատ ծնողներ, իրանց մի դատիր, իրանք մեղք չունեն, իրանք վատ ծնողներ են ունեցել։ Վերարտադրվում է, նույն պատմությունը կրկնվում է, բայց կա լուծում։ Եվ Հիսուսը բերեց այդ լուծումը, որ մենք կցվենք մեր երկնային հորը, այսինքն ինքը դառնա մեզ համար օրինակ սիրներ,
Որովհետև աշխարհի մեծագույն գիտեք, երբ որ մարդը հոր ճիշտ օրինակ չի ունեցել, ինստինկտիվ կամ նմանվում է իր հորը կամ չգիտեմ ում, բայց Աստվածաշունչը մեզ ասում է ում նմանվենք, մեր Աստծուն նմանվենք սիրելիներ։ Նա մեզ համար օրինակ է, ինչի որ մենք այդ օրինակը վերցնենք եւ կարողանանք այդ օրինակը փոխանցենք մեր սերունդների մեջ։ Ուզում եմ ելի կրկնեմ, հայրեր, մեր երեխաները մեզ փոխանցում են մեր սերունդներին, նրանք մեզ տանում են դեպի մեր սերունդներ։ Դու կարաս քո թորանը չպատմես քո պապու մասին, ինքը արդեն տենում է, որտեվ տեսնում է քեզ։ Նրանք փոխանցվում են եւ փոխանցվում են սերեր, բայց կա լուծում, սա ամենայն հարգանքով եմ ասում, սա Սուրբ գրային շատ համարներ կա դրա մասին, որ մենք կծվենք երկնային հորը եւ նա մեզ համար լինի օրինակ հեղինակություն։ Ինչ է սա նշանակում, ես սկսեմ հավանել Աստծո օրենքները եւ նրա ասածները սիրներ։ Աստծուն որպես հայր ընդունեմ ինձ հեղինակություն եւ ընդունեմ ինձ օրինակ եւ այդ տեսակին փոխանցեմ իմ սերունդների մեջ սիրներ։ Աստված օրհնի բոլորիդ